Համացանցով նայում էի հաղորդման մասնակիցները մի քանի հոգի էին։ Հաղորդումը փակելու ժամանակ մասնակիցներից մեկը հռետորական հարց տվեց. Ինչու Մոսկվայում հայկական ոչ մի դպրոց չկա եւ ընդամենը 2 եկեղեցի։ Իսկ Ստամբուլում օրինակ 6-7 հայկական դպրոց կա եւ բազմաթիվ եկեղեցիներ։ Սա նոր բան չի, 19-րդ դարում նույնիսկ եւ դրանից առաջ Ստամբուլում ավելի շատ հայկական դպրոցներ ու եկեղեցիներ են եղել, քան Մոսկվայում։ Մոսկվայում հայերը շատ հեշտ էլ ազգանունները փոխվում եւ ձուլվում էին ռուսների մեջ։ Չնայած Մոսկվայում բացել են հայերը նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություն Լազարյան ճեմարանը, չնայած ճեմարանում միայն հայեր չեն սովորել, տարբեր ազգի ներկայացուցիչներ են սովորել, նաեւ բազմաթիվ նշանավոր ռուսներ։ Ինչ վերաբերում է Կոստանդնուպոլսին, հնարավոր է այնտեղ հայեր նույնիսկ չմնային, բայց Լոզանի պայմանագրից հետո հայերը համարվեցին ազգային փոքրամասնություն եւ ստացան որոշակի արտոնություններ եւ դպրոցն ու եկեղեցիները մնացին, լինելով ընդամենը 60,000 Ստամբուլում։ Հայերը ամենամեծ ազգային փոքրամասնությունն են։ Չնայած պոլսահայերը ասում են, որ 60,000-ը դա ուռճացրած թիվ է, հավանաբար հայերի թիվը 50,000-ից չի անցնում։ Իսկ դպրոցների մասին, որ խոսում են, 6-7 դպրոց կա։ Դպրոցներում առարկաների մի մասը անցնում են թուրքերենով։ Ընդամենը 1-2 առարկա է, որ անցնում են հայերենով։ Բացի այդ, տանօրենները հիմնականում թուրքեր են։